ուժերը, անհատները, հասարակական կազմակերպությունները, մտահոգ մարդիկ պետք է պայքարեն ոչ միայն այդ պայքարը պիտի լինի 1 օր, 1 ժամ, 1 էպիզոդով, այլ այդ պայքարը պիտի երկարաժամկետ լինի, եւ ես ուզում եմ ցավոք մի արձանագրում անել, երբ որ Բագրատ Սրբազանին արդեն եկան ձերբակալելու, մեր ընկեր Գևորգ Թամամյան ազգային ժողովի լսումների ժամանակ ասեց, եւ ես նորից էլի կրկնում եմ, այդ ժամանակ ցավոք պիտի արձանագրեմ, որ Սրբազանի կեցավայրի մոտ շատ քիչ մարդիկ էին հավաքված։ Ես այդտեղ չտեսա այն մարդկանց, այն հարյուրավոր, այն հազարավոր մարդկանց, որոնք որ իրենց աջակցությունն էին հայտնում սկսված պայքարին կամ շարժումներին, դա մեծ ցավ է, որ ես ցավով, բայց պիտի արձանագրեմ։ Այսինքն մենք ինչ պիտի անենք, մենք պիտի ամեն քաղբանտարկյալի համար, ամեն մարդու համար պայքարենք։ Այդ պայքարը չպիտի լինի էպիզոդիկ, կրկնում եմ։ Այդ պայքարը չպիտի լինի այդ պահին, այդ ժամին։ Եվ եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի 4-րդ Սրբազանը։ Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք եւ դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը, էլի մի ցավով պիտի մի արձանագրում անեմ, հաջորդը ուրիշ Սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհուպ մինչև վեհափառ հայրապետ։ Էլի շինծու գործեր են հարուցվելու, էլի այդ մակագրությունը, որ իբր թե ավտոմատ է, բայց ավտոմատ սիստեմ չի աշխատում, չէ, էլի ձերքով մակագրվելու է լեգենդար Մասիս Մելքոնյանին եւ արդեն վճիրը, եթե կարդում ես այդ մարդու անունազգանուն, արդեն պարզ է լինում, չէ, որ 99.9%-ով երկամսյա կալանք է լինելու, այսինքն մարդը տանելու է կալանք։ Նորից եմ կրկնում, պետք է գոնե թե ես հույս ունեմ, գոնե թե այս արդեն աղաղակող դեպքից հետո պետք է մենք բոլորս հետևություններ անենք եւ ոչ թե գանք դատարանների դիմաց, կներեք ես էլ եմ անհարմար զգում ամեն անգամ դատարանի դիմաց հարցազրույցներ տալուց։ Ես վատ եմ զգում, ես անհարմար եմ զգում ինձ հարցազրույցներ տալուց, պիտի գործուն քայլեր ձեռնարկեն այս անարդարությունը կանխելու, որ այս իշխանություններին դաս լինի, որ իրենք իրավունք չունեն, տեսեք ինչ է կատարվել ուրեմն Արշակ Սրբազանի պարագայում, հետևյալն է կատարվել, նաև իր բրիֆինգի ժամանակ Արշակ Սրբազանը ասեց, իրենք գործարք են առաջարկել փաստացի, լռելու, հաշտվելու, այն 8 իրադավների շարքը համալրելու եւ նույն նաեւ կարծում եմ նույն նաեւ առաջարկը արվել է 8 իրադավների եւ այս ամեն ինչը չէր լինի այս ամեն ինչ, արդեն պարզ ու ակնհայտ է, չէ՞ ինչ սիստեմա գործում, սա արդարադատության հետ որևէ աղետ չունի, եւ նաեւ քահանայի հետ կապված այդ միջադեպը որ կար, նաեւ քահանան ինքը քահանան, որը որ իդեպ նաեւ Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, աջակիցն է, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Չէ, Գյումրիի հոգևորականի մասին եմ ասում, որ ասել է, որ ուրեմն ԱԱԾ-ից եկել են եւ ասել են, որ պարտադրել են, որ զեղչվի Սրբազան հոր եւ կաթողիկոսի անունը։ Սա հանցագործություն է, ժողովուրդ ջան։
ԱԱՑ-ով ուժայիններով մարդկանց շանտաժի ենթարկելը, սա հանցագործություն է։ Իրավապահ համակարգը, դատախազությունը, ԱԱՑ-ն պետք է այդ ընթացքում մի գործ պետք է աներ։ Գնար Նիկոլ Փաշինյանի հետևից։ Հատկապես որ ինքնախոստովանական ցուցմունքը Հատկապես այո, ինքնախոստովանական ցուցմունքներ կար։ Այդ մարդը խոստովանում է, որ ես արել եմ, ես ասել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով։ Ես օրենքը խախտում եմ, ինձ համար օրենք գոյություն չունի, ինձ համար արդարադատություն գոյություն չունի։ Ես եմ դատավորը, ես եմ դատախազը, ես եմ ուժայինը, ես եմ որոշում։ Ես ասում եմ, որ սենց անեմ։ Ամբողջ համակարգը գնում է դրան։ Մենք պետք է մեր միջազգային գործընկերներին, բոլոր այն դիվանագիտական ներկայացուցիչներին այդ փաստերը, չնայած այդ փաստերը էլի իրենց ասվել է, նաև խորհրդարանական լսումների ժամանակ ասվել, բայց այդ ճշում պետք է լինի ի վերջո դուք պետք է հոդաբաշխ ինչ-որ մի բան ասեք, թե չէ։ Թե պետք է աչքներները փակեք, ասեք գնա ինչ ապօրինություն ուզում ես, գնա արա, մենք տեր ենք։ Փաստացի է դա նշանակում, էլի գնա ինչ ուզում ես արա, մենք տեր ենք։ Ինչ պետք է անենք մենք պետք է հաս չլինենք այս ամեն ինչի հետ։ Կրկնում եմ, մենք պետք է ինչ-որ մի էպիզոդիկ ինչ-որ գործողություններ չանենք, ասենք դատապարտենք, ասենք ու գնանք տներով։ Դատից դատ չպիտի լինի։ Այո, դատից դատ չպիտի լինի։ Եվ ես դրա մասին ոչ թե հիմա եմ խոսում։ Խոսել եմ 2 ամիս առաջ, խոսել եմ 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ, 1 տարի առաջ։ Դրա մասին խոսել ասել եմ։ Հանգստանալու, հանդարտվելու, չգիտեմ, սենց ռելաքս ապրելու ժամանակները վաղուց անցել են։ Եվ սա պետք է լինի այն կարմիր գիծը, որ մեզ բոլորիս սթափության եւ ռեալ գործեր անելու ժամանակը պետք է լինի։ Մենք պետք է կարողանանք այս երկրում արդարադատություն հաստատել։ Մենք պետք է կարողանանք պաշտպանել բոլոր այն մարդկանց, որոնք որ այս իշխանությունների զոհր են դառնում, որպեսզի այդ ցուցակը չավելանա։ Քրեակատարողական հիմնարկներում այլևս տեղ չկա։ Ոչ մեկուսարաններում, ոչ, չգիտեմ, քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա։ Ու ես ուզում եմ նաև մի կարևոր հանգամանքի մասին նշել։ Հայաստանում այլևս անգամ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց կյանքն ու անվտանգությունը ապահովագրված չէ։ Մենք արդեն ունենք 22 քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք։ Մահվան դեպք ունենք 22։ Եվ այդ տխուր սարսափելի վիճակագրությունը գնալով ավելանում է եւ կալանքը ընտրվում է որպես պատժի միջոց։ Ում ուզում են պատժել, մի կարող է օդի աղտոտվածության համար վաղը գան իմ եւ ձեր հետևից։ Ասելով որ մենք ենք պատճառ դարձել, որ օդը աղտոտվել է եւ դա դիտավորյալ են կարել այդ ամեն ինչը եւ մի քրեական հոդված հարուցենք։ Այսինքն կապ չունի ինչ, այս մարդիկ առաջնորդվում են այս սկզբունքով քրեական օրենսգիրքը որ կա, գետին գցեն, որի վրա կանգնի այդ հոդվածը օրեր կարան գործը հարուցեն։ Բացարձակ իրենց համար նշանակություն չունի։ Տեսեք, այն մարդիկ հեսրբազաններն են, իշ տարբեր գործերով ուրեմն գործը հարուցում եւ մարդիկ հանրավի դատապարտվում են։ Եվ մեր ազգը պետք է այդ իմունիտետը ունենա, մեր ժողովուրդը պետք է այդ իմունիտետը ունենա, եւ սա կրկնում եմ ոչ թե առանձին վերծրած սրբազանների հարցը, առանձին վերծրած խաղբանտարկյալների հարցը, այլ մեր բոլորիս հարցն է։ Մեր ժողովրդի հարցն է։ Որ ուրախությամբ նշում է, որ խաղբանտարկյալներ չկան, եւ ուրախություն է հայտնում այդ փաստի արդեն։ Դժվար է այդ հարցին պատասխանել էլի։ Չգիտեմ, ինչ ասեմ, որ տեղին լինի։ Եթե 60-ից ավել քաղաքական մոտիվներով հարցեր կան, կներեք, անազատության մեջ մարդիկ կան, եթե մարդու խոսքի համար, իշխանությանը քննադատելու համար մարդկանց տանում են եւ բերդերում պահում են, դա ի՞նչ է նշանակում։ Ինչ է նշանակում դա։ Բայց քաղաքական չի, ինչ գործ է։ Դուք տեսել եք Նիկոլ Փաշինյանին գովերքող մեկին տանեն քրեակատարողական հիմնարկ։ Կամ իրենց աջակցին, որ տասնյակ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված է, ինչ որ, չգիտեմ, էլի վարչական հսկողություն անգամ սահմանեն իր վրա։ Դուք տեսել եք նման բան։ Էս էլ չէր լինի, հարգելիս։ Մենք այսօր այստեղ կանգնած չենք լինի եւ լեգենդար
Մասիս Մերկոնյանը այսօր վճիռ չէր կայացնի, եթե ուրեմն հաշտ լիներ իշխանության օրակարգի հետ, եթե իրենց պահանջները կատարվեր։ Չէր լինի այս ամեն ինչը։ Պարզ ակնհայտ չի, որ ճնշում կա։ Պարզ ակնհայտ չի, որ այս մարդիկ գնում են ապօրինության ճանապարհով։ Որ ցուցումներ է տրվում իրավապահ համակարգին, այս սրանից պարզ ո՞նց լինի։ Էլ ո՞նց է լինում ապօրինությունները, բռնությունները, քաղբանտարկյալները, քաղբանտարկյալը փոզով փոչով է լինում։ Ո՞նց է լինում քաղբանտարկյալ, ինձ ասեք տեսնեմ լա։ Բա այդ ո՞րն է այդ քաղբանտարկյալը։ Այսինքն երեսպաշտության մաստեր կլաս է, ինչ նշանակում։ Գիտեք ինչ, հիմա ես հասկանում եմ, այդ մարդիկ էլ են գերության մեջ են, էլի։ Այլ կարծիք հայտնելու համար, ընդդիմանալու համար, կարող է այլ կարծիք հայտնել, օրինակ, եթե ձեր կարծիքով, եթե օրինակ արդարադատության նախարարը հայտարարի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինքը չէ՞ լինի Մասիս Մերկոնյանի մոտ ինչ-որ դատական նիստերով անցնելուց։ Կլներ, համոզված եմ, որ կլիներ, յուրաքանչյուր յուրայիներ, եթե փոքր ինչ փորձում է ընդդիմանալ իրան, անպայման այդ քրեական գործը հարուցվում է, հավասիկ իրենց նաև կուսակցական անդամների, նաև Հովիկ Աղազարյանի գործով, այլ գործերով, պարզ է, չէ՞ ակնհայտ է, մարդիկ իր կարծիքի հետ համաձայն չեն, իդեպ ինքը ասում է, Հայաստանի Հանրապետության կառավարությունում ինչ-որ մեկը կա, որ իմ կարծիքին հակառակ կարծիք արտահայտի։ Այլ կարծիք հայտարարի, կա տենց մարդ, լավագույն դեպքում այդ մարդը գործից կազատվի, եթե չհայտնվի քրեակատարողական հիմնադրում։ Կրկնում եմ, բայց քաղբանտարկյալը ո՞նց է լինում, խղճի հալածյալը ո՞նց է լինում, սենց է լինում։ Կամ Միքայել Սրբազանի պարագայում, Բագրատ Սրբազանի պարագայում, այս դատարանում այդ հոդվածով մարդիկ առավելագույնը պատժվել են տուգանքով, ուրա հիմա Միքայել Սրբազանը քրեակատարողական հիմնադրում, ասում լավագույն դեպքում տուգանք է եղել։ Հիմա այս դատախազությունը ասում է, այս համաձայն չեմ, որ 2 տարի է, 2 տարի 6 ամիս լինի։ Սա լավագույն ցուցիչն է, լավագույն բանն է, փաստերը աղաղակող են, այնքան շատ կան այդ փաստերը, որ Ժողովուրդ ջան, աբսուրդ է, էլի, աբսուրդ է։ Ես մի բան եմ ուզում ավելացնեմ, բոլոր այն մարդիկ, որոնք որ մասնակցում են այս անարդարությանը եւ գործիք են դառնում իշխանության ձեռքը, պետք է իմանան, որ վաղ թե ուշ իշխանապողություն տեղի ունենալու եւ այս մարդիկ պատասխան են տալու իրենց ապօրինության համար եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տղաներին, որոնք որ 40, 50, 60 այն քաղբանտարկյալներին, որոնք պատվախնդրորեն իրենց այս, չգիտեմ, այս անարդարությունների մեջով անցնելով, այս ամեն ինչի մեջ քրեակատարողական հիմնարկներով անցնելով բարձր արժանապատվություն են դրսևորում, կամք են դրսևորում, վճռականություն են դրսևորում, գործարքի չեն գնում, այս մարդիկ մեր ազգի, մեր երկրի, մեր պետության իմունիտետն են այս մարդիկ։